բերում։ Հայաստանում գործում է կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, որը կանոնակարգում է կուսակցությունների գործունեությունը, որը ընդունվել է իմիջիայլոց ձեր իշխանության ժամանակ եւ բավականին խիստ օրենք է։ Հիմա հարց ու պատասխանի ժամանակ կարծես ԿՊՍՍ-ի վերադարձած լինենք։ Կառավարության այդ հարց ու պատասխանը վերածում ենք կուսակցական ժողովրդավարության։ Ժողովրդավարություն։ Նայեք, իմ համար որպես դաշնակցական աննորմալություն է 1.5 ժամում համագումար ավարտել։ Շեֆը ելույթ անում, բոլորը քվեարկում են։ Լավ, մեկը չկար, որ ասել զինանշանի ԿՊ-ի վրա Արարատը հանելու դեմ է, չէ, միաձայն է։ Բայց մի հարց Նիկոլ Փաշինյանին։ Քաղաքացիական պայմանագիրը, նվիրատուների այդ ցանկերը ո՞նց է հրապարակում, որ դուք հոխորտում եք, այ դուք ժողովրդավարական եք, թափանցիկ եք, իսկ մյուս կուսակցությունները չգիտեք որտից են ֆինանսավորվում։ Թե այդ կուսակցությունների մասին օրենքը ձեզ հնարավորություն է տալիս գնալ, փակվել որևէ տեղ, փակվել բառից բուն իմաստով եւ կուսակցական ժողով անել, որովհետեւ դա վատ, այսինքն վատ սողանցքներ է թողել։ Ինչ է նշանակում կուսակցությունը գնա փակվի, կոնսպիրատիվ համաժողով, այդ կուսակցությունն է թե բան, ինչ-որ խմբակ, կոնսպիրատիվ, չեմ ուզում ասեմ, ահաբեկչական։ Պետք է փոխել այդ օրենքը, պետք է արգելել դա։ Ինչ է նշանակում գնալ, փակվել Ծաղկաձորում բան կամ որևէ տեղ, չգիտեմ, մայրաքաղաքից հեռու, որ հանկարծ ոչ մեկ չիմանա եւ այլն, վերջում էլ գալ երկու տող հաղորդագրություն անել, թե այս ընտրվել է, ստեղ էս ո՞նց է ընտրվել, ո՞նց է, ով է ընտրել, ուր է քվեաթերթիկները, ուր է քվեարկությունը։ Հիմա շարունակեմ, մի քանի հարց դրեցիք, բայց մի հարցի չպատասխանեցիք, այդ որ գլուխ եք գովում, ԿՊ-ի նվիրատուների ցուցակը մի քանի անգամ ասել եք, այդ եթե մենք չբացահայտենք, որտեղից եք ժողովրդի իմանալու, սուտ եք ասում, ասեմ ինչի, որովհետև ԿՊ նվիրատուների ցուցակ չի հրապարակել, Ինֆոկոմը հարցում արել, 23 թվին, չեն պատասխանել, ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատի է տվել 23 թվի դեկտեմբերին, ստիպած հաշտություն կնքելուց հետո նոր բան են արել։ Ժողովուրդը գիտեք որտից է իմացել, Սիվիլետի հետաքննող լրագրողները ու կազմակերպած հանցավորության ու կոռուպցիայի լուսաբանման միջազգային նախագծի շրջանակներում է, որ բացահայտվել է այն բոլոր կեղծ նվիրատվությունները։ Հիմա մեկ է այդ փակվելու հետ կապված։ Փակվում են դաշնակցականները կամ ուրիշ կուսակցականներ։ Փոխեք օրենքը գրեք, բոլոր կուսակցությունների ժողովներին Նիկոլ Փաշինյանը կարող է ներկա լինել։ Օրենքը փոխեք։